Սիրելի հայրենակիցներ, ես այսօր նորից կխոսեմ օրվա իշխանությունների կողմից ամեն օր թմկահարվող մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի մասին։ Ծրագրի վերնագիրը մինչև 2026 թվական։ Օրենքով հաստատված, կառուցված, հիմնանորոգված, վերակառուցված հանրակրթական հաստատությունների թիվը 2023-ին 92, 2024-ին 155, մինչև 26 թվականը 300։ Այս տարվա 2026 թվականի փետրվարին արդեն ստացել եմ ԿԳՄՍ-ի կողմից նոր պատասխան, որում սևով սպիտակի վրա գրված է այդ ժամանակի դրությամբ կառուցված, վերակառուցված, հիմնանորոգված դպրոցների քանակն ու ցանկը։ Ըստ այդ ցանկի, մինչև օրս կառուցվել եւ վերակառուցվել շահագործման է հանձնվել ընդամենը 51 դպրոց, հիմնանորոգվել եւս 51 դպրոց, եւ դրան զուգահեռ 19-ից 24 թվականներին արդեն փակվել են 22 դպրոց։ Ավելացնեմ նաև, որ տիկին նախարարի մակարդակով հայտարարվում էր, թե իրենց իշխանության օրոք ավելի շատ դպրոց է կառուցվել, հիմնանորոգվել, քան նախկին նախագահների օրոք բոլորը միասին։ Ներկայացնեմ իրական համեմատական պատկերը։ Թվերը, որ կներկայացնեմ, նույն նախարարության կողմից տարբեր հարցումներին տրված պատասխաններ են եւ ոչ մի թիվ ուրիշ տեղից։ Եվ այսպես, կառուցում վերակառուցում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ 106, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 142, Սերժ Սարգսյանի ժամանակ 37, Նիկոլ Փաշինյանի ժամանակ 51։ Հիմնանորոգում Լևոն Տեր-Պետրոսյան 18, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 118, Սերժ Սարգսյանի ժամանակ 102, Նիկոլ Փաշինյանի ժամանակ 51։ Միասին 275 դպրոց կառուցված եւ 237 հիմնանորոգված, թե որ թվային համակարգում է ձեր նախարարը 51-ը մեծ համարում 275-ից կամ 38-ից, դա միայն երևի ԿՊ-ին է հայտնի։ Բավական է ստեք, բավական է թոս փչեք ժողովրդի աչքերին։ Դուք ձեր խոստումները չեք կատարել, միայն թե չասեք, թե դեռ 2 ամիս կա կկատարենք, թե կյանքի է կոչում հնգամյակը 2 ամսում բանաձևը, ՍՄԿ ձեզ կնախանձեր։ Սիրելի հայրենակիցներ, եկել է Արցախը թշնամուն հանձնելու դիմաց, Հայաստանի ինքնիշխան տարածքները ադրբեջանական զորքով լցնելու դիմաց, բռնի տեղահանված 120,000 արցախահայերի վերադարձի իրավունքից հրաժարվելու դիմաց, Սահմանադրությունից անկախության հռչակագրին հղումը հանելու դիմաց իշխանությունը պահելուն պատրաստ ԿՊ-ին, ՆՓ-ին մերժելու ժամանակը։ Պետք է մասնակցել ընտրություններին, պետք է անպայման քվեն տալ ազգային պետականամետ իրական ընդդիմադիր ուժի։ Հիշենք, որ իշխանությունների միակ հույսը ձեր չմասնակցությունն է։ Ընտրենք այն ուժին, ով ներկայացնում է երկիրն այս մարտահրավերներից դուրս բերելու իրատեսական ծրագիր, այո, ավարտում եմ, ունի այդ ծրագիրն իրականացնող փորձառու թիմ եւ տեր կլինի իր խոստումներին։